Այս ռեժիմը պետք է ոչնչացվի։ Համար ընդունելի չեն նաև այն ձևակերպումները, որ Սասնա Ծռեր խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ուղղակի ահաբեկիչ եւ այս կարգի որակումներով, սա գիտեք, սա նշանակում է առնվազն չիմանալ, շփում չունենալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի 9 տարի առաջ ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր, որ ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռեր խմբին ահաբեկիչ կոչեն։ Ասում էր, հանրապետությունում մեծ մասը իշխանափոխությունը պատկերացնում է զենքի եւ ուժի ճանապարհով։ Մեղադրել էր այդ ընթացքում գործող իշխանությանը քաղաքացիներին չճանաչելու համար։ Քաղաքացիների, չեմ ուզում ասել մեծամասնությունը, բայց մի հսկայական զանգված ունի ուժային լուծման պատկերացում։ Այսինքն այդ ձևակերպումները, որ քաղաքական գործիչները տալիս են ահաբեկչություն, այդ քաղաքական գործիչները մի անգամ չտեսանք իշխանության կոռուպցիայի կամ իշխանավորների կոնկրետ հանցագործություններին բան անեն, անդրադառնան։ 9 տարի առաջ բարեկապահակային ծառայության գունդը գրավելն ահաբեկչություն էր, բայց 9 տարի անց Փաշինյանը օրինական զենքեր, տանը դանակ, պատառաքաղ, հատակ մաքրելու փայտ, ակցիաների ժամանակ արձակվող ծուխ պահելն ու դրանք այսպես կոչված հայտնաբերելը հեղաշրջման փորձի կանխում էր համարում։ Բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը